Գիշերը հրկիզել են Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը, հայտնել է խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Դեպքը տեղի ունեցել Երևանում գիշերը ժամը 4:30-ի սահմաններում, կոտրել են մեքենայի ապակին ու այրել սրահը։ Տուժածներ չկան։ Մեքենան հրկիզելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ազգային ժողովը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ Քաղաքացիական պայմանագիրն այդ պաշտոնում առաջարկել է Արմենուհի Հարությունյանի թեկնածությունը։ Հարությունյանը նշել է 25 տարի աշխատել է պետական համակարգում, որից 22-ը արդարադատության ոլորտում։ Գյումրի կարծ երկաթգծի հայկական հատվածի գործարկման համար կպահանջվի շուրջ 1 տարի, Սպուտնիկ Արմենիային հայտնել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Երևանում կարծում են, որ երկաթուղու այս հատվածի գործարկումը թույլ կտա դիվերսիֆիկացնել միջազգային երկաթուղային ճանապարհները Հայաստանի եւ հարևան երկրների միջև։ Գյումրի կարծ երկաթուղին չի գործում 1993 թվականից։ Հայ-վրացական սահմանի Գոգավան Գուգութի անցակետում բեռնատարների մուտքն ու ելքը ժամանակավորապես դադարեցված է։ Պետեկամուտների կոմիտեից հայտնում են, որ վրացական կողմում մալուխի վնասման հետևանքով այս տարածքում ինտերնետային կապը խափանվել է, ինչի պատճառով անցակետը որոշ ժամանակ չի գործի։ Ադրբեջանը շարունակում է պղծել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը, տարածված տեսանյութերի ուսումնասիրությամբ հայտնում է Monument Watch-ը։ Նշվում է, որ այս տարվա ապրիլի 21-ին տարածված տեսանյութում կարելի է տեսնել, որ ադրբեջանցիները փորագրել, ջնջել են որոշ տապանաքարերի վրա պատկերված ազատամարտիկների դեմքերը, որոշ տապանաքարեր էլ կոտրված են։ Աղբյուրը նշում է, բազմաթիվ տեսանյութերում օկուպացված Ստեփանակերտ այցելող ադրբեջանցիները կոչ են արում վերացնել այս հուշահամալիրը։ Մայիսի լույս 6-ի գիշերը ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինային, Օդեսայում 1 զոհ կա, տարբեր տվյալներով Խարկովում վիրավորվել է 2-ից 4 մարդ։ Օդեսայում վնասվել են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում մասնավոր բնակելի շենքեր, որոշ տեղերում հրդեհներ են բռնկվել։ Տելեգրամյան ալիքները հայտնում են անօդաչու թռչող սարքերի մասին Խարկովի, Սումիի, Չեռնիգովի եւ Դոնեցկի մարզերում։ Ռուսական կողմն իր հերթին հայտնում է անօդաչուներով Մոսկվայի վրա հարձակման մասին։ Ռուսաստանի մայրաքաղաքի 3 խոշոր օդանավակայանները մի քանի ժամով փակվել են։ Հնդկաստանը մայիսի 5-ին երկրորդ թրթիրային փորձարկումն է անցկացրել վերջին 3 օրվա ընթացքում, իսկ Հնդկաստանը հրահանգել է մի քանի նահանգներում անվտանգության վարժանքներ անցկացնել։ Վարժանքները կներառեն օդային տագնապի շչակներ, տարհանման պլաններ եւ մարդկանց նախապատրաստում հնարավոր հարձակմանն արձագանքելուն։ Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկու երկրների միջև ստեղծված լարվածության ֆոնին Պակիստանի տեղեկատվության նախարարը հայտնել է, որ Հնդկաստանի հետ որևէ կապուղի ներկայում չի գործում։